Պարոն Սարգսյան, իրականում նախատեսված որ պաշտպանության նախարարը լիներ, պարոն Պապիկյանի մոտ ուզում էի բարձրացնել մի շատ այժմեական հարց, խոսքը վերաբերում է ռազմական ոստիկանության ծառայողների կողմից զորամասերում խայտարակ պահվածքին, բայց առաջիկայում պարոն Պապիկյանի հետ հերթական հանդիպման առիթ կունենամ այդ մասը։ Ցավոք ես գործողման եմ լինել, բայց առիթ կլինի։ Նայեք, իրականում այս քանի տարվա մեջ ատեստացիայի հարցով խոսել ենք, ստիպած ուղղակի բարձր եմ համարում բարձրաձայնել։ Օրերս հերթական դեպքը տեղի ունեցավ, ցավալի դեպքը առաջնագծում, երբ գնդակահարվեց զինվորներից մեկը։ Տեսեք, այդ զորամասը, չգիտեմ թիվը հասկանալի, բայց այդ զորամասի սպայակազմի հրամանատար տեղակալներ, հատկապես բարոյական գծով, վստահաբար մի մասը անցել է առնվազն ատեստացիա։ Ատեստացիայով անցել է, համարվել է համապատասխանում է, բարձր բարձրատրվում է։ Բայց այդ զորամասում տեղի ունեն դժբախտ դեպք։ Ոչ թե դժբախտ դեպք, միջանձնային հարաբերությունների հետևանքով որքան հասկանալի է։ Իսկին որակները հրամանատարական եւ իր ենթակա ստորաբաժանումում անառողջ մթնոլորտը իրար հետ փոխկապակցված է, բայց ատեստացիայի արդյունքները որևէ կերպ չի ազդում, պայմանական այսպես ասեմ, X զորամասում արդեն 2 անգամ ՉՊ է եղել։ Տարվա ամփոփման ժամանակ այս ՉՊ-ներ արձանագրելուց հետո վատ կառավարման, բարոյական անառողջ մթնոլորտի հետևանքով սա հրամանատարական կազմի վրա չի ազդում։ Այսինքն ի սկզբանե մենք որ ատեստացիայի հարցով խոսում էինք, որ ատեստացիան մասնագիտական համապատասխանության հարցը, սա տիպիկ օրինակներից մեկն է, թե ոնց ատեստացիան, աշխատավարձի բարձրացումը եւ իրականությունը իրար հետ փոխկապակցված չեն։ Ու մի բան էլ վերջում պարոն Սարգսյան, գիտեմ որ դուք եք պատասխանատուն, օրերս էլի համացանցում մի ահազանգ եղավ, մի բլոգեր կա հայտնի, որ այսպես եմ քաղաքային տնտեսության կոռուպցիայի մասին առուտվան գիշեր խոսում, օրերս գրառում էր արել, որ վարժական հավաքների են կանչում խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Հիմա գիտեմ որ փուլերով է լինելու վարժական հավաքները, այդ խնդրով հարցում ուղարկել են պաշտպանության նախարարություն։ Բայց զանգարեցի քաղաքացուն ու պարզվող 23 թվականի Երևանի ավական ընտրությունների ժամանակ զինկոմիսարիատ են իրեն կանչում 3 ամսյա վարժական հավաքների համար։ Ու գիտեք ինչա պարզվում, ունենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի չի։ Ճշմարտություն ասեմ, ծառայել է զինված ուժերում 2 տարի հետո Ռուսաստանի քաղաքացիություն է ձեռք բերել։ Չհաշվառված քաղաքացուն զինկոմիսարիատ է ինչ տվյալների հիման վրա է կանչում։ Եվ արդյոք այդ նույն աշխատավոճը, որ ինչ որ ոչ ցանկալի մարդկանց ընդգրկել այդ վարժական հավաքներում, վառ արտահայտված օրինակներից մեկն է։ Շնորհակալ եմ պարոն Սարգսյան։ Պարոն Սարգսյան, մի վարքյան, ասեմ ձեզ, ես այս կասեմ ելույթների։ Այդ դեպքը, որ դուք ասեցիք, Երկրորդ կորպուսի այդ ցավալի չէ։ Մարդու կյանք է գնացել եւ դա խոսում է, որ չլուծված էլի խնդիրներ կան միջանձնային հարաբերությունների։ Շատ հարցեր պարոն Սարգսյան իրականում լուծված են, բայց այս դեպքը խոսում է այն մասին, որ մենք պետք է արագացնենք հատկապես հոգեբանական նկարագիրը զորամասերում, երբ որ այդպիսի երևույթներ դեռ կան։ Եվ այսպիսի դեպքերի, որոնք բերում են նաև կյանքի կորուստի, դրա դեմ մեր ծրագրերը պետք է հստակ մենք տեսնենք։ Իհարկե դա ամբողջական ծրագրերի տարբեր դրվագները հավաքելուց հետո մի օր մենք ունենանք այդ միջավայրը, բայց այս տվյալ դեպքի հետ կապված, քանի որ ես խորացա, երբ որ դա եղավ, ես չմանրամասնեմ, որտեվ քննությունը ցույց կտա ինչա, բայց դա անընդունելի է, երբ որ սերժանտ լինի թե հրամանատար, իր ենթակայության տակ եղած զինվորի ինքնասիրությանը առնչվող բառապաշարը օգտագործում, դա էլ պետք է բացառել, պետք է գտնել այդ լուծումը մեր հրամկազմը, պետք է օր առաջ լինի նաև ոչ միայն ուժային, բաղադրիչի գրող, նաև հոգեբանական կարողությունները ոչտված։ Խոսքս դրա մասին է, պարոն Մարկյան, ես էլ եմ ցանոթ թեմայա, ինչ վերաբերվում է 25 օրյա հավաքին, ձեզ հայտնի բլոգերը, որ նեղվել էր, որ իրան հատուկ տարել են, ասեմ ձեզ, ես ու պարոն Խաչատրյանը հաճախ ենք լինում օպերայի եւ բալետի թատրոնում, եւ եղել է դեպքեր, երբ որ պարոն Սարգսյանն էլ է տեղյակ, ասենք մի հատ ֆագոտիստ ունենք,
այդ ֆագոտ կրակելու գործիքը չի, գործիքը։ Երբ որ նրանք 25 օրյա հավաքի են կանչում, ստիպված ինչ-որ բեմադրություն հավում է արանքից եւ Դուրգարյանը շատ դեպքերում միջնորդում է, որ տարակ, մեկ էլ ես կատակ եմ անում, ասեմ, բա ֆագոտիստ ինչ տանենք, ում տանենք, այդ չի հարցը։ Ուզում ասեմ, որ թող այդ ընկերը չնեղվի, 25 օրյա հավաքը մեր ռեսուրս ավելացնում է, իսկ ինչ վերաբերում է, որ ինքը Հայաստանի քաղաքացի եղել, ծառայել է, հիմա ինչի հրաժարվել քաղաքացիությունից։ Ապրի ինքը, որ նորից բանանում, իսկ եթե իրավական խնդիր կա, Սիմոնյանը դրա համար խնդրեցի, որ մոտենա, ես կբացատրի իրավական խնդիր կա այդտեղ, թե չկա, եթե չկա, ելույթների համար հերթագրում, պարոն Սիմոն, եթե դուք մեզ օգնելու կարիք զգաք, օգնեք, տվյալ իրավական խնդրի լուծմանը։ Բա հիմա Սիմոնյանը մեզ կասի էլի խնդիրը որտեղ է ցակել, շատ լավ, մինչև պարոն Սարգսյանին ձայնը տալը, ելույթների համար հերթագրում, Վահագ Ալեքսանյան խնդրեմ։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, նախ քանի որ մարդը ծառայել է ու հաշվառվել է պահեստազորում, ինքը քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ավտոմատ չի դուրս գալիս պահեստազորից։ Ես եթե պես սխալ չգիտեմ։ Մարդը ավտոմատ չի հրաժարվում, չի դուրս գալիս պահեստազորից, ճիշտ եմ, չէ՞ ես։ Տենց է, մարդը ծառայել է եղել Հայաստանի, նույնիսկ եթե քաղաքացիով բանակում չի ծառայել, ինքը զինապարտ է համարվում ու նույնիսկ քաղաքացիությունից հրաժարվելու դեպքում, եթե հաշվառված արդեն, էլի այդ զինապարտության ցուցակից ինքը դուրս չի գալիս։ Մեր օրենքները ճիշտ են, չէ՞ մեկնաբան։ Տեսեք, այդպես է, իրական այդ է իրականություն, բայց չէ, էլի պարտադիրի մասին կապ չունի, ինչի մասին Եթե զինապարտա, համ պարտադիրի համար զինապարտ, համ էլ պահեստազորային հավաքների համար զինապարտ, բայց ես անկեղծորեն շատ բան է, էլի տարակուսած եմ մեր ընդդիմադիր քաղաքական դաշտում զինվորական ծառայության, պահեստազորային հավաքների մասին, այս մոտեցումով առհասարակ, օրինակ գիտեմ, պարոն Մանուկյան, դուք ծառայել եք, ձեր գործընկերը ծառայել է, ձեր դե կապ չունի, հիմա ինչ որ է, ծառայել եք ու հա գիտեմ, ասում եմ, այո, պարոն Գևորգյանն էլ է ծառայել Շատ մարդիկ ծառայել են, բայց հիմա ես ինչ-որ նոր ընդդիմադիր մի հատ սերունդ է դուրս եկել, որը այդպես զինվորական ծառայության նկատմամբ շատ վատ վերաբերմունք ունի, որքան հասկանում եմ։ Պարոն Մանուկյան, անդրադառնա մեր ֆրակցիային, անդրադառնա։ Շատ այդպես նոր ընդդիմադիր սերունդ է դուրս եկել, որը շատ խառը վերաբերմունք ունի զինվորական ծառայության նկատմամբ, որ զինվորական ծառայության են կանչում կամ չգիտեմ վարժական հավաքների են կանչում, դա հետապնդում են համարում։ Ժողովուրդ ջան, բոլորիս պարտքն է։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք։ Ամեն մեկս մեր տեղը ծառայել ենք, հիմա հասկացանք ինչ-որ նոր ընդդիմադիր վայ առաջնորդա դուրս եկել, երկու աղբեր 4 տղա ունեն, ոչ մեկը բանակ չի ծառայել, այն մեկն է բանա, ինչ-որ տեղեկանքով ազատվել է բանակից, հիմա կրկնակի բուժզննության են կանչում, չի գնում, ասում է չէ, չեմ անցնելու, այդ օրենքների դեպ պետքա բերենք, որ հրաժարվելը կրկնակի բուժզննությունից դառնա քրեական քրեորեն հետապնդելի։ Է շատ կարևոր օրենքը։ Ես կարծում եմ, այս օրենքը պետք է, եթե պետքա պատգամավորական նախաձեռնությունով մենք չի կարա այդպես բան լինի։ Պարոն Ալեքսանյան, այդ օրենքը արդեն ինձ ասեցին, որ շրջանառվում է։ Շատ լավ, չէ, Առաջարկվում էր, հետո այդ մասը անվելա, բայց նորից պետքա բերվի դա միանշանակ, որտեղ վետիշ վերաբերմունք է, էլի։ Առավոտից երեկո աշխարհով ընկած երկիր ու հայրենիք փրկեն զինվորական ծառայության թուղթը ինչ ա եղել։ Ուրեմն այդ քանի որ շրջանառության մեջ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի արագ հասնի եւ հանձնաժողով եւ ազգային ժողով, որպեսզի բայց առանց ավելորդ էմոցիաների խնդրեմ։ 25 օրյական հավաքի չի կանչվում նախաքննության տակ մեղադրանք առաջադրված ճիշտ եմ ասում պարոն Սիմոն հիմա այդ տղեն որ կա Արթուր Չախոյան քրեական գործով անցնում է այսինքն հիմա ոչ թե այդ մարդու վարժական հավաք տանել չտանելու հարցն է այլ կանոնակարգումն է մարդը որը քրեական հետապնդման տակ է վարժական հավաքի չի կանչվում Շատ լավ ժողովուրդ ջան թող փաստաբանները այդ հարցը պարզ են Հիմա բայց եթե դուք հարցը քաղաքականացնում եք պարոն Մանուկյան ջան մեզ այլ բան չի մնում քան այդ հարցին քաղաքական անդրադառնալ Հարցը լուծված է պարոն Ալեքսան Պարոն Խաչատրյան շատ լավ այս հարցը պարոն Չախոյանի մտահոգությունները, որ իրան հատուկ տանում ենք հավաքների, կարծում եմ պարոն Չախոյանի ներկայությունը չի փրկելու այդ խնդիրը եւ ինքը թող կարգավորի իր իրավական հարցերը, ընդ որում իրավական խնդիր էլ չկա, պարզվում է, եթե ինքը քրեական գործով ասում է, ընդհանրապես խնդիր չկա տանել չտանելու, ճիշտ եմ հասկանում, պարոն Սիմոնյան։
Այս բան չկա։ Իսկ ինչ վերաբերում այն օրենքի նախագծին, որի մասին խոսեցինք, որ կրկնակի ստուգման հնարավորություն ունենք, որտեղ ժամանակին բոլորս էլ գիտենք, որ եղել է գտնվել է լուծում բանակի ծառայությունից խուսափելու։ Այո, շատ լավ։